Ռուստամ Գասպարյան, Սև Հովաշ ջոկատի լեգենդար հրամանատար, մեծ հոգու տեր, մեծ հայրենասեր, ողջ կյանքը պայքարեց շուն թուրքի դեմ, պայքարեց հանուն ինձ, հանուն քեզ, հանուն հայրենիքի, պայքարեց հանուն մի բուռ հողի, պայքարեց հանուն մի սանտիմետր սահմանագծի, սահման, որ հայ զինվորի սարյամբ է գծված։ Սև Հովազը երբեք հետնահանջի հրաման չստացավ, քանզի նրա հրամանատարը Ռուստամն էր, իսկ Սև Հովաշ ջոկատի տղերքը Հովազին բնորոշ միշտ առաջինն էին, իսկ Ռուստամը կռվի դաշտում տեսավ ամեն ինչ, տեսավ, թե ինչպես են դավաճանում, տեսավ, թե ինչպես է հայը հային թիկունք կանգնում, տեսավ, թե ինչպես է ընկերն ընկերոջ մահը տեսնում, տեսավ, թե ինչպես է հայրը կրակների տակից իր որդու դիակը հանում, տեսավ, թե ինչպես է իր մանկության ընկերը, իր զենքի ընկերը, իր ձեռքերի մեջ աչքերը փակում, տեսավ, բայց չկոտրվեց, տեսավ, բայց չնահանջեց, թուրքին մինչև վերջին լամուկի արյունը թամփել ցանկացավ, վրեժով լցվեց ու առաջ շարժվեց։ Ռուստամը կռիվ էր մղում իր գերդաստանով, իր տղաները Ռոմանն ու Ռաֆոն միշտ իր հետ էին, իր կողքից անբաժան էր նաև հարազատ եղբայրը Սերոբ Գասպարյանը, ու մի ամբողջ Սև Հովաշ ջոկատ վրեժով լցված, Արցախյան հերոս, Սև Հովաշ ջոկատի հավերժ հրամանատար, դու կաս ու կմնաս միշտ հրամանատար, քո ոսկե խոսքը հավերժ մեր սրտում, նվիրյալները չեն դավանափոխվում։